է ըստ զորակոչերի։ Ինչ վերաբերում է շինարարությանը, այո, շարունակվելու է։ Կարծում եմ խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանդարտ, հանգիստ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը, անկախ նրանից սպառնալիքներ կան թե չկան։ Մենք ինքներս պիտի գնահատենք, ինչ հնարավորություն ունի մեր երկիրը եւ ինչ արտաքին մարտահրավերների պիտի դիմագրավենք, բայց խաղաղության պատրաստվելիս կարևոր է, որ մենք նաև խաղաղությանը զուգահեռ ունենանք նաև որոշակի պաշտպանունակություն, որը ոչ մեկի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը չի սպառնում։ Ընդհակառակը ապահովում է մեր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Ես նշեցի, որ 25 թվականի, գուցե 25-30 տարիների ընթացքում սա ամենաբարձր կապիտալ շինարարության ծախսեր ունեցող տարին է։ Ես նշեցի 18 թվականը համեմատության համար շուրջ 17 միլիարդ եւ համեմատության համար նշեցի 25 թվականը 57 միլիարդ դրամի մասին է խոսքը, գրեթե 58 միլիարդ դրամ կապիտալ շինարարության ուղղությամբ ծախսեր են արվել։ Ու սրանք չեն կարող չունենալ իրենց արդյունքները եւ հետևանքները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։